Բարև ձեզ Factor TV հյուրը քաղաքագետ Էմիլ Օրդոխանյանն է, ողջույն, պարոն Օրդոխանյան։ Հայ-ամերիկյան աշխատանքային խմբերը սկսել են աշխատել Վաշինգտոնյան համաձայնագրերի իրագործման Թրամփի ուղու զարգացման համար։ Մենք այդ մասին իմացել ենք Հայաստանի վարչապետի եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի հանդիպման հաղորդագրությունից, դա նախօրինի, կարելի է ասել, որ Հայաստանը եւ ԱՄՆ-ն արդեն որոշակի գործնականացնում են, վարչապետը վերջերս խոսում էր եւ որոշ մտահոգություն ուներ, որ նախանշված ժամկետներից կարող են ուշացվել վարչակազմի գերզբաղված գրաֆիկի պատճառով։ Իհարկե, վարչակարգն ամերիկյան գերզբաղված է, բայց այս ուղղությունը Միացյալ Նահանգների ստրատեգիական շահերի մեջ է տեղավորվում եւ այս հետևությանը կարելի է հանգել հաշվի առնելով այն արագությունը, որով Միացյալ Նահանգները նոր նախագահի Թրամփի պաշտոնի ստանձնման պահից ի վեր սկսեց աշխատել այս տարածաշրջանի հետ, խաղաղության եռակողմ այդ հայտարարությունը եւ շատ գործնական թրիփ ծրագիրը, որին ուղղված այսօր արդեն քայլեր տեղի են ունենում, կարծում եմ, որ մշակման փուլում է եւ առաջիկայում գետնի վրա նաեւ որոշակի աշխատանքներ կսկսեն իրականացվել, եթե մենք որոշակի, այսպես ասենք, կասկածներ ունենք ժամկետների հետ, ապա տեսնում ենք, որ ամերիկյան կողմը շահագրգիռ է եւ այստեղ նախաձեռնողականությունը ոչ միայն մեր կողմից է, այլև Միացյալ Նահանգների, սա լավագույն շահն է Միացյալ Նահանգների համար որպես պատեհ առիթ կոնֆլիկտից հետո տարածաշրջան մուտք գործելու խաղաղության օրակարգով եւ բնականաբար, եթե մենք նայում ենք վերջին շրջանում Ադրբեջանի կողմից որոշակի անհանգստություններին, սա էլ է հիմնավորում, որ նահանգների շատ արագ քայլերը բնականաբար նաեւ առարկայանալու հեռանկար ունեն եւ Ադրբեջանը կարծես թե ինչ որ անհանգստություններ էր ցուցաբերում նախորդիվ թեկուզ խոսույթի մակարդակում, իհարկե որքան այս քայլերը կինտենսիվանան, այնքան այդ անհանգստությունները գուցե ավելանան, բայց սա այնուամենայնիվ տեղավորվել է խաղաղության օրակարգի համատեքստում տարածաշրջանում։ Տեսեք, ամերիկյան մոտեցումները ձեր գնահատմամբ մեր ռեգիոնում Թրամփի ուղին դա շատ կոնկրետ տնտեսական նախագիծ է եւ ըստ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Հայաստանի ԱՄՆ-ի միջև շարունակական համագործակցությունը զուգորդված Հայաստանի Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հետ խոստանում է բացել Հարավային Կովկասը որպես կենսական կարևոր առևտրային ուղղություն, Փաշինյանը կարևորել է պայմանավորվածությունների իրականացումը նախատեսված ժամանակացույցով։ Ինչն է բերում ԱՄՆ-ին այսօր այս տարածաշրջան։ Միացյալ Նահանգները հարմար, այսպես ասենք, կարողանում է դիրքավորվել, որովհետև Ռուսաստանի Դաշնության ազատության լծակները թուլացել են եւ այդ ամենն էլ պայմանավորված է կոնֆլիկտի հաղթահարմամբ գոնե փաստաթղթային մակարդակում եւ գործնականում էլ մենք տեսնում ենք, որ լարվածության աճ կամ դրա հեռանկար չկա եւ ժամանակն աշխատում է հենց այս տրամաբանությամբ։ Գիտեք, ինչն է հետաքրքիր, որ ցանկացած հաղորդագրություն կամ ուղերձ լսելիս անպայման համատեքստում խաղաղություն բառը կա եւ սա ցույց է տալիս, որ խաղաղությունը, խաղաղության օրակարգն է տարածաշրջանի դիվերսիֆիկացմանը նպաստում։ Նախորդիվ մենք ունենք կոնֆլիկտային իրավիճակ եւ փակ տարածաշրջան եւ մեկ դերակատարի գերակայություն տնտեսական, էներգետիկ, քաղաքական տեսանկյունից կոնֆլիկտի որոշակի հաղթահարումը բացել է հնարավորությունների դաշտը եւ այս առիթից նաեւ նպաստել է Միացյալ Նահանգները, որպեսզի այդ դաշտը բացվի եւ այս առիթից եւ հնարավորությունից նաեւ օգտվում է։ Տնտեսական շահերը չափազանց մեծ են, այսօր տնտեսությունը աշխարհաքաղաքականության բաղադրիչ է, սա էլ գեոտնտեսության որպես այդպիսի պրոյեկտ է եւ Միացյալ Նահանգները ունենալով այս նախաձեռնությունը պետությունների սուվերենության տարածքային ամբողջականության եւ իրավազորության սկզբունքների հարգանքի ներքո շատ արագ ինտենսիվորեն գալիս եւ տեղավորվում է այստեղ իր տնտեսական ծրագրերով։ Կենտրոնական Ասիայի 5 պետությունների ղեկավարներ վերջերս Միացյալ Նահանգներում են Թրամփն են նրանց ընդունել, սրանք իհարկե դիկտատորական այսպես ռեժիմներ են, բավականին երկար կառավարման ժամանակներում, բայց հասկանում ենք նաև, որ ԱՄՆ այս վարչակազմը
դա առաջնահերթ չի համարում, ավելի շատ առաջնահերթ համարում է Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի զսպումը։ Եթե գումարենք Հարավային Կովկասի երկու պետություններ, Հայաստան եւ Ադրբեջան, Վրաստան չենք կարող գումարել, որովհետեւ այսօրվա Վրաստանը լրիվ այլ թրենդների մեջ է, եւ կենտրոնաասիական 5 հանրապետություններ։ Սրանց հետ ԱՄՆ-ն Սպիտակ տանը որոշակի գործընկերություն է ձևակերպում։ Եվ աշխարհագրորեն այս գոտին, որ միանում ենք, ստացվում է Չինաստանի, նաև Հնդկաստանի, Ռուսաստանի միջակայքի գոտին է։ Այո։ Ինչպես հասկանալ սա, ինչի մասին է։ Նկատենք, որ 5 լիդերների հանդիպումը կենտրոնական Ասիայի պետություններից հյուրընկալությունը Վաշինգտոնում աննախադեպ էր միաժամանակ եւ սա ցույց է տալիս, որ կենտրոնական Ասիան էլ է նախկին խորհրդային, այսպես ասենք, պետություններով ընկալվում որպես ստրատեգիական տարածաշրջան, որովհետև հանդիպումներն առանձին չեն, դիտարկվում է մեկ գոտի, այո, մեկ ուղղություն, մեկ ընդհանուր ռազմավարության համատեքստում եւ հետաքրքիր է, որ բոլորն էլ ընդունել են դա ցույց է տալիս, որ չնայած լինելով ինչ-որ կապերով Ռուսաստանի հետ կապված Եվրասիական տնտեսական միություն եւ այլն, այո, այնուամենայնիվ այս պետություններն են փնտրում այլընտրանք եւ սա նաեւ արդարացնում է Հայաստանի արտաքին քաղաքականության բալանսավորման ռազմավարությունը, այսինքն Հայաստանի Հանրապետությանը երբ մեղադրում էին, որ փոխում է վեկտորի մասին խոսք չի եղել, եղել է ասել ենք, որ դա հավասարակշռում են, տեսնում եք, որ մյուս նախկին խորհրդային հանրապետություններն էլ եթե նման հնարավորություն ընձեռվում է, իրենք էլ են այդ ուղղությամբ գնում եւ սա օրինաչափ է, տրամաբանված է եւ նաեւ լեգիտիմ է, եթե տարածաշրջանը բացվում է Հարավային Կովկասը, մասնավորապես Հայաստանը, որը շրջափակված է դեռևս, ապա այս պետությունները նույնպես հնարավորություն են ունենում այլընտրանքային ուղիներ ունենալ, հնարավորություն են ունենում նվազեցնել կախվածությունը իրենց Ռուսաստանից, թե կոմունիկացիաների տեսանկյունից, թե ներկրումների եւ արտահանումների տեսանկյունից եւ սա կոնկրետ տնտեսական շահերի հետապնդման մասին է վկայում։ Բնական է, որ Ռուսաստանի դաշնությունը, տեսեք, ստրատեգիական առումով ազդեցությունն է կորցնում, էլի, այսինքն մենաշնորհի մասին է խոսքը։ Արևելյան Եվրոպա որպես նախկին խորհրդային հանրապետություններ, Հարավային Կովկաս որպես նախկին խորհրդային հանրապետություններ եւ Կենտրոնական Ասիա որպես նախկին խորհրդային հանրապետություններ։ Այս երեք տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության ռազմավարությունը հենց հանգեցրեց, որպեսզի նրա ազդեցությունը թուլանա, նվազի եւ այս տարածաշրջանները փորձեն գնալ դիվերսիֆիկացման։ Եվ բնականաբար պարզ է, որ այլ խոշոր դերակատարներ, մասնավորապես Միացյալ Նահանգները պետք է այս արդից օգտվեն։ Կարելի է ասել, որ կանխում է ռուսական ազդեցության փոխարինումը չինական ազդեցությամբ եւ փորձ է անում Կենտրոնական Ասիայի երկրներն առնվազն ինտեգրել իր տնտեսական ծրագրերին։ Ես վստահ եմ, որ Կենտրոնական Ասիայի երկրները ԱՄՆ-ի հետ իրենց հարաբերությունները ի վնաս Չինաստանի չեն կառուցելու, բոլոր հնարավորություններից փորձել են օգտվել, թե չինական, նաև ինչ որ չափով պահպանելու են բնականաբար ռուսական հնարավորությունները, այդ թվում նաև դեպի Արևմուտք, Միացյալ Նահանգներ այս նոր հնարավորությունը։ Այսօր բոլոր պետությունները գնում են հավասարակշռման քաղաքականության, որովհետև նախորդիվ փորձը ցույց տվեց, երբ եթե դու մեկ ազդեցության գոտում ես, մյուսը հակառակ կողմը կարող է քեզ թիրախավորել եւ դա իր հետ կարող է բերել թե տնտեսական, թե քաղաքական առումով բացասական հետևանքներ եւ սա նաեւ ընդունվում է Միացյալ Նահանգների կողմից։ Տեսեք, դուք պատահական չէ, որ նշեցիք, որ այս պետությունները ավտորիտար վարչակարգեր ունեն, բայց նահանգները նաեւ փորձում է համագործակցության եզրեր գտնել նրանց հետ, որովհետեւ այսօրվա աշխարհակարգը թելադրում է, որ ավտոկրատիաների եւ դեմոկրատիաների միջև պայքարը եւ ցույց է տվել տալում է նաեւ տնտեսական որոշակի հետևանքների, քաղաքական տարբեր ազդեցությունների, եթե այդ պետությունների ժողովուրդը համահունչ է ներդաշնակ այդ վարչակարգին կամ գոնե ակնհայտորեն հեղափոխական process-ներ չի նախաձեռնում, ինչու՞ չէ Միացյալ Նահանգների տեսանկյունից աշխատել նաեւ այս պետությունների հետ եւ օգտվել այդ տնտեսական հնարավորությունից, ինչպես նաեւ իր ազդեցությունն ավելի ընդլայնելու։
Չմոռանանք, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը եկել է իշխանության, դարձնենք Միացյալ Նահանգները նորից հզոր այս կարգախոսով ՄԱԳԱ, իսկ մեկուսացող, իզոլացող Միացյալ Նահանգներ չի կարող հզորանալ եւ նա օգտվում է այս պարագային բոլոր հնարավորություններից, կապ չունի դա կլինի համագործակցություն կամ փոխադարձ տնտեսական շահեր, ժողովրդավարության ձգտող պետությունների, թե ավտորիտար համակարգեր ունեցող պետությունների։ Ռուսաստանը ինչու եկավ այս արդյունքին։ Ասացի, որտեղ Ռուսաստանը սխալ ռազմավարություն իրականացրեց։ Ռուսաստանը փորձեց կոշտ ուժով մեծացնել իր ազդեցությունը մերձավոր գոտիներում, թե արևելաեվրոպական նախկին խորհրդային պետություններում, թե հարավային Կովկասում եւ թե կենտրոնական Ասիայում, եւ բնականաբար կոշտ ուժի քաղաքականությունը չի կարող ներդաշնակություն ստեղծել, չի կարող համակրանք ստեղծել, չի կարող գայթակղել թեկուզ այլ պետությունների խորացնել համագործակցություն, հակառակը դա վանելու է։ Եվ հենց այսպիսի քաղաքականություններ, որ այս պետությունների մոտ այլընտրանքներ որոնելու որոշում բերեց, այսինքն պետք է ունենալ։ Իհարկե, որտեղ եթե միակողմանի կախվածություն, ես վստահ եմ, որ այդ պետությունները նաև Հայաստանի փորձնել են ուսումնասիրել, չէ։ Իրենք տեսան ստրատեգիական դաշնակիցը Ռուսաստանի, որը անդավաճան է եղել Ռուսաստանի Դաշնությանը, բացասական շատ հանգրվան եկավ, այսինքն պատերազմի պարտություն, պատկերացնում եք Ռուսաստանի դաշնակիցը պարտվում է։ Սա լուրջ խնդիր է եւ նաեւ Ռուսաստանի դաշնակից մյուս պետությունների համար էր դա խնդիր։ Թե Ռուսաստանի մի դաշնակիցը հաղթում է մյուս դաշնակցին։ Ռուսաստանի պաշտոնական դաշնակիցը չէր այդ ժամանակ Ադրբեջանը, մինչև Ուկրաինա ներխուժումը որոշակի փաստաթուղթ ստորագրեց Ադրբեջանի հետ, բնականաբար Ադրբեջանը ոչ ԵԱՏՄ-ում էր եւ ոչ ՀԱՊԿ-ում էր եւ ի տարբերություն Հայաստանի, այսինքն գործնականում Հայաստանն է Ռուսաստանի դաշնակիցը եւ ոչ Ադրբեջանը, բայց հենց Ռուսաստանի դաշնակիցը պարտվեց եւ ավելի Ռուսաստանը ընդունեց իր դաշնակցի պարտությունը եւ նաեւ ընդունեց Ադրբեջանի փաստարկները։ Եվ հակառակը ստացվում է նաև խրախուսեց չպաշտպանեց Հայաստանին այն, այսինքն խրախուսեց ադրբեջանական ներխուժումը, պայմանական ասեմ, չպաշտպանելով Հայաստանի սուվերեն տարածքը, որը պաշտպանելու պարտավորություն ուներ նաև պայմանագրային հիմքերով։ Հիմա եթե մեկը տեսնում է, որ Ռուսաստանը իր դաշնակցի հետ այդպես է վարվում, ինքը հասկանում է, որ հաջորդը կարող է լինել ինքը։ Եվ բնականաբար փորձում են այլընտրանքներ գտնել, իսկ որքան շատ են այլընտրանքները, այնքան շատ է նաև անվտանգության շեմի բարձրացումը, որովհետև Միացյալ Նահանգները այն սուբյեկտը չէ, որ զիջի իր շահերը, եթե արդեն ունի հնարավորություններ այդ շահերը իրացնել, եւ մենք դա նաև լավագույնս տեսնում ենք Հայաստանի օրինակում։ Ռուսաստանը ուզում էր վերցնել իր վերահսկողության տակ մեր հարավը, վերցնել իր վերահսկողության տակ, Միացյալ Նահանգները նման խնդիր չի դրել, այլ հակառակը ճանապարհ է կառուցում, որը լինելու է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ իրավազորության ներքո։ Նույն բանը, այն ինչ որ անում ենք ԱՄՆ-ի հետ, նույն բանը առաջարկել Ռուսաստանին եւ մերժում ենք ստացել։ Այո, եւ ինչու է մերժում ստացել, որովհետեւ Ռուսաստանը նոյեմբերի 9-ով ուզում էր վերահսկողություն սահմանել։ Այսինքն Ռուսաստանի նպատակը ոչ թե դիվերսիֆիկացումն էր Հայաստանի կամ այլընտրանքային ուղիները կամ նոր կոմունիկացիաները, այլ այդ կոմունիկացիայի վրա իր վերահսկողություն, այսինքն եթե Ռուսաստանը վերահսկում էր այստեղ կոմունիկացիա, նշանակում է, որ դա այլընտրանք չի մյուս պետությունների համար։ Հակառակ այդ այլընտրանքը անցնելու էր Ռուսաստանի վերահսկողությանը եւ Հայաստանի առաջարկը հենց այդ պատճառով էլ մերժվել է, որովհետեւ Հայաստանը վստահաբար առաջարկել է իր սուվերենության ներքո, իր տարածքային ամբողջականության հարգանքի սկզբունքով եւ նաեւ իր իրավազորությամբ։ Միացյալ Նահանգները եկավ այս տարածաշրջան խաղաղության օրակարգով, իսկ Ռուսաստանի ներկայությունը այս տարածաշրջանում եղել է մշտապես կոնֆլիկտի կամ կոնֆլիկտի կառավարման ձևով։ Եվ բնականաբար այս ամենը նաև հասկանում են, կրկնում եմ, Ռուսաստանի մյուս պաշտոնապես դաշնակից պետությունները եւ փորձում են Հայաստանի օրինակը սերտելով ավելի վաղ գնալ այլընտրանքների որոնման ճանապարհով, որը նաև Ռուսաստանի հավանական ագրեսիան կամ ավելի կոշտ կոպիտ քաղաքականությունն իրենց նկատմամբ արդեն կզսպի։ Հաճախ է հնչում գնահատական, որ 26-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանի, Ռուսաստանի համար շանս են հետ շրջել անիվը, կասեցնել Հայաստանի Եվրամիության անդամակցության
process-ը հայտ ներկայացված չի այս պայդրությամբ եւ բանակցություն չկա, սակայն Հայաստանի արտգործնախարարը հավանական էր համարում 1 տարվա ընթացքում հայտի ներկայացումը, ինչպես նաեւ բերել Հայաստանում այնպիսի քաղաքական ռեժիմի գոյության, այնպիսի քաղաքական ուժերի, որոնք ԵՏՄ-ում Հայաստանը կպահեն, հապկում կջերմանան կրկին, Ամերիկայի հետ ինչ որ հարաբերություն կլինի, բայց խորացման չի գնա եւ Թրամփի ուղին մի օր Պուտինի ուղի միգուցե վերաբանվի, այսինքն փորձ անել, այսպես ասենք, ազդեցության գոտի տարածել։ Դուք տեսնում եք նման ռիսկ։ Իհարկե ռիսկ կա, բայց կա նաև հնարավորություն։ Որքանով դա Ռուսաստանի ազդեցությունը վերականգնելու ընտրություն է, այնքանով էլ Ռուսաստանի ազդեցությունից վերջնականապես դուրս գալու ընտրություն է։ Կամ է, այսինքն։ Այո, եւ դա պետք է մեր քաղաքացին որոշի, մեր ընտրողը պետք է որոշի։ Մենք ուզում ենք կրկին վերադարձ այդ ամենին եւ այն կորուստներին, որոնք ունեցանք թե տարածքի տեսանկյունից, թե մեր ինչ ասեմ, ինքնուրույնության եւ այլն, այն ամենը ինչ որ կար։ Կնեք, բայց այդ ուժը հաճախ նաեւ այսօրվա բացական արդյունքները կապում են Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելով։ Դա իրենց պատճառաբանությունն է, բայց ոչ հիմնավորումն է, որովհետև Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություն չի փչացրել։ Ռուսաստանը իր քաղաքականությամբ է Հայաստանում ձևավորել այնպիսի դիրքորոշում, որ Հայաստանը պետք է փնտրի այլընտրանքներ, որովհետև ցանկացած պահի, երբ Հայաստանը դիմել է նաև իրավունքի ուժով պայմանագրային պարտավորությունների համատեքստում Ռուսաստանին ակնկալելով աջակցություն, պաշտպանություն, մենք այդ ամենը չենք տեսել եւ մենք մեր դառը փորձի վրա ենք մեր քաղաքականությունը վերաիմաստավորել արտաքին եւ մենք նաեւ տեսնում ենք դրա պտուղները։ Մեր վերաիմաստավորած արտաքին քաղաքականությունը բերեց նախ եւ առաջ եվրոպական դիտորդներ, որոնց ներկայությամբ այլևս ներխուժումներ էսկալացիաներ չեն եղել եւ դա փաստ է, մեր արտաքին քաղաքականության վերաիմաստավորումը մեր համար բացեց համագործակցության դռներ թե Հնդկաստանի հետ, թե Միացյալ Նահանգների հետ, թե Ֆրանսիայի հետ, թե ցանկացած այլ սուբյեկտի հետ, որը ուզում է Հայաստանի հետ աշխատել, որովհետեւ տեսնում է, որ Հայաստանը ինքնուրույնանում է։ Հայաստանը ինքն է փորձում որոշումներ կայացնել, ցորենի պատմությունը այս վերջին շրջանում շատ տրենդային է դարձել, թե ինչպես մի քանի վագոն ցորենը կարող է աշխարհակաղակական վերադասավորումների եւ ազդեցությունների հարց դառնալ մինչեւ ռուսական արտաքին հետախուզություն հասնել։ Այսինքն որքան այսպես ասեմ, զգայուն հարց է Հայաստանի ինքնուրույնացումը Ռուսաստանի համար որքան զգայուն հարց է, չէ՞ որ Հայաստանը ասաց եւ վարչապետը նշեց, որ մենք չենք էլ պատրաստվում հրաժարվել ռուսական ցորենից, բայց դա չի նշանակում, որ այլ առաջարկողների հարմար տնտեսական պայմաններով գնային, մենք մերժելու ենք նրանցից գնել։ Այսինքն մենք ինչ ենք ասում, եթե ազատական է շուկան, ով լավ ապրանք առաջարկի հարմար գնով, որակ եւ գին հարաբերակցությամբ, մենք դա ձեռք կբերենք։ Սա նորմալ է, չէ՞, ազատ շուկայական տնտեսական հարաբերությունների տեսանկյունից, բայց ստացվում է, որ նորմալ չէ Ռուսաստանի Դաշնության համար։ Իսկ ո՞նց հասկանանք ռուսական արտաքին հետախուզական ծառայության այդ հաղորդագրությունը, որ Հայաստանը ձգտում է Մոսկվայից անջատվել եւ գնում են թանկ, նաեւ գնելու են ուկրաինական ցորեն Եվրամիության սուբսիդավորմամբ, ինչը եթե ճիշտ ասենք վատ չէր լինի, եթե Եվրամիությունը ֆինանսավորեր մեր դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը, այ Ռուսաստանը ինչու է այդքան ցավոտ տանում մեր ցորեն գնելու թեման։ Նախ գիտեք ինչ կասեմ, այս հայտարարությամբ Ռուսաստանի Դաշնությունը, եկեք մի փոքր այլ կողմից նայենք, փակում է այն վերլուծաբանների մտքերը, որոնք ասում են, որ Հայաստանը միևնույն է մնում է Ռուսաստանից կախվածության մեջ։ Ունենք չէ այդպես արևմտամետ ներկայացողներ, որ անպայման ասում են, դե մեկը Հայաստանը իրականում խաբում է եւ ինքը Ռուսաստանի հետ է, ոչ թե արևմուտքի հետ, այդ դեպքում պետքա պատասխանեն Ռուսաստանի արտաքին հետախուզության այս հայտարարությանը։ Փաշինյանը Կրեմլի ագենտ է, այդպես, հա, այդ ձևակերպումները անողներին է վերաբերում։ Ասածս, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունը հասկանում է, որ Հայաստանի այսպիսի քայլերը հետո նաև բերելու են այլ ստրատեգիական նշանակության օբյեկտների դիվերսիֆիկացման հնարավորությունների եւ դա հանգեցնելու է խոշոր հաշվով Ռուսաստանի ազդեցության նվազմանը,
ոչ միայն Հայաստանում, այլև առհասարակ տարածաշրջանում, ինչը չի բխում Ռուսաստանի Դաշնության շահերից։ Բայց մի բան է Ռուսաստանի Դաշնության շահ, մեկ այլ բան է մեր շահը, տարածաշրջան եւ նաեւ բալանսավորված արտաքին քաղաքականություն, որովհետեւ այդ հավասարակշռման պայմաններում է հնարավոր ներգրավել այլ սուբյեկտների շահեր եւ դրանով որոշակի կայունություն ձևավորել։ Հիմա փաստ է, չէ՞, որ վերջին 2 տարում այս տարածաշրջանը ավելի կայուն է, քան դրա նախորդող տարածաշրջանում։ Նույնիսկ այն պայմաններում, երբ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելություն կար տեղակայված կոնֆլիկտի գոտում։ Հիմա ավելի, չէ՞, պայմանական տեսանկյունից համեմատության մեջ մենք տեսնում ենք, որ մեր սահմանների նկատմամբ չկան նոր հարձակումներ։ Հայաստանի Հանրապետության մասին է խոսքը։ Բայց մենք հիշում ենք, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա կային հարձակումներ եւ ներխուժումներ այն ժամանակ, երբ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելություն էր տեղակայված Լաչինի միջանցքում, որը փակվեց, երբ մեր այդ սահմանային որոշ կետերում ռուսական ուղեկալներ կային, որոշակի ներկայություն կար ռազմական եւ այլն եւ այլն։ Հիմա մենք որքան փորձենք դա չտեսնել, միևնույն է դա փաստ է եւ փաստերն էլ ցույց են տալիս, որ մեր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն է բերել այս վիճակին, իսկ Ռուսաստանի Դաշնությունը շատ լավ հասկանում է, որ եթե այս տենդենսը միտումը շարունակվում է, բնականաբար իր ազդեցությունը թույլատնելու առավել եւս եթե թրիփն է սկսելու աշխատել, որովհետեւ երբ թրիփը սկսեց աշխատել, ավելի դժվար է լինելու դրան հակազդել։ Իրենք փորձում են կանխել դա, կանխարգելել այդ հնարավորությունը եւ այդ հնարավորությունը տեսնում են նաեւ 2026 թվականների ընտրություններում իրենց ազդեցությունը կամ լծակները օգտագործելով փոխել ուժերի հաշվեկշիռը ներքաղաքական եւ բնականաբար նաեւ վիժեցնել այդ ծրագրերը։ Տեսեք, այսօր Հայաստանում քիչ են այն գործիչները, որոնք կույր ռուսամետություն են քարոզում, որ լինենք Ռուսաստանի հետ եւ Հայաստանը կբարգավաճի։ Կան այդպիսիները, բայց խոսույթը մի քիչ այլ է, որ դուրս չգանք ԵՏՄ-ից, դուրս չգանք հապկից, չգնանք ԵՄ գնալը իրատեսական չի, ԱՄՆ-ի հետ գործընկերությունը իրատեսական չի, այդ տեսեք ԱՄՆ-ն ինչ հեռու է, իսկ Ռուսաստանը ինչ մոտ է։ Մենք համատեղ պատմություն ունենք կամ այսպես բալանսավորում բառը թեև Հայաստանը այս իշխանությունն է օգտագործում, բայց նաև այդ ուժերն են օգտագործում, որ ասենք Թրամփի ուղու աշխատանքում ներգրավենք նաև Չինաստանին, Իրանին, Ռուսաստանին եւ բոլոր այն պետություններին, որոնք մրցակից են ԱՄՆ-ի հետ, որպեսզի ԱՄՆ-ն, այսպես ասենք, լինելով այստեղ մեզ թիրախ չդարձնի, գեոպոլիտիկ բախման առարկա չդառնանք։ Ինչպես բացատրել, որ մի քիչ փոխվել է բառապաշարը, այսինքն այսպես կոշտ ռուսականության ջատագովները շատ քիչ են։ Մի հոգի կար վերջերս խոսում էր միութենական պետությունից, հիմա ազատազրկված է։ Միութենական պետությունից տարբեր նրբերանգներով ոչ միայն խոսել կամ խոսում են տարբեր քաղաքական գործիչներ, այլ նաև տարբեր վերլուծաբաններ, եկեք հանրարդարության սա էլ նշենք, որ Հայաստանի հեռանկարը տեսնում են այդ ձևաչափի մեջ, բայց առանց բերելու կոնկրետ հիմնավորումներ, թե դա ինչպես է հնարավոր Եվ կարծեմ առանց հաշվի առնելու այն իրողությունները, որոնք այսօր գլոբալ աշխարհում ձևավորվել են։ Իդեպ նաև այն թեզը, որ դե մենք Ռուսաստանի հետ մեծ պատմություն ունենք, ասեմ, որ մեր Ռուսաստանի հետ համատեղ պատմությունը շատ անգամներ փոքր է, քան Ռուսաստանի հետ համատեղ պատմություն չունենալն է, այսինքն մենք ավելի մեծ պատմական փուլ ունենք իրար հետ չլինելով պատմական տարբեր իրողություններում, քան հակառակը լինելով։ Անուն արդարության սա նշենք եւ մենք պետք է հասկանանք, որ եթե մենք մեր ապագան կապում ենք որևէ մեկի հետ, այսինքն նրա գերակայության տակ, մենք միշտ դժվարանալ ենք պատասխանել հարցին, թե մենք ով ենք։ Մենք միշտ պատասխանել ենք հարցին, թե ում հետ ենք մենք։ Եվ այդ խոսույթ գեներացնողները հենց այդ խոսույթն են իրականում ուզում, ում հետ ենք մենք, Ռուսաստանի հետ ենք, նահանգների հետ ենք, Եվրոպական միության հետ ենք, Արևելքի հետ ենք, ոչ։ Մենք մեր պետականության հիմքերը ամուր պահելու համար համագործակցում ենք բոլոր այն սուբյեկտների հետ, որոնք ընդունում են, որ կա Հայաստանի Հանրապետություն եւ այդ պետությունը նույնպես ունի իր շահերը։ Եթե դա նահանգներն է, Ֆրանսիան, Եվրոպական միություն, Չինաստան, Հնդկաստան եւ այլ պետություններ, ուրեմն մենք այդ պետությունների հետ ենք համագործակցություն։ Համագործակցությունը դա նորմալ է։ Դա նորմալ է մեր պետական շահերի տեսանկյունից։ Մենք ոչ մի բան չենք անում ընդդեմ մյուս
խաղացողի։ Այսինքն Հայաստանի դիվերսիֆիկացումը ընդդեմ Ռուսաստանի չէլ հանուն Հայաստանի ինքնուրույնության է։ Բայց ինչու է ինքը ընդդեմ ընկալում։ Որովհետև ինքը չի ուզում, որ այս պետությունները լինեն ինքնուրույն։ Իրենց պրիզմայով եթե նայում ենք հարցերին, իրենք պատկերացնում են, որ այս պետությունները պետք է այդ ճակերտավոր պատմական գերակայության մեջ միշտ լինեն իրենց ազգության տակ, որովհետև նրանք փոքր են, տարածքը փոքր է, տնտեսական կարողությունները թույլ են եւ այլն եւ այլն։ Այսինքն պետք է լինել վասալի կարգավիճակում եւ ոչ թե իրավահավասարության ինչ որ հիմքերով։ Բայց արևմտյան կողմը կամ ոչ միայն արևմուտքը, այդ թվում Հնդկաստան, Չինաստան այս մոտեցումներով չեն աշխատում։ Մենք չենք տեսնում, որ Չինաստանը գա եւ ինչ-որ բան պարտադրի, հակառակը նրանք փորձում են գրավել տնտեսապես, ինչ-որ բան առաջարկելով, որոշակի դիվանագիտական հարգանքի ճանաչման համատեքստում։ Ռուսաստանը հավես չունի ինչ-որ բանով գրավել։ Ռուսաստանը ինչ է ասում։ Ռուսաստանը ասում է Ուկրաինան իմն է, ինչ է, դա է, չէ՞ ասում, բայց ուկրաինացին չուզում, որ ինքը Ռուսաստանի ազատության տակ լինի։ Չեն իրենք ուզում հասկանալ այդ հանգամանքը։ Ես վստահ եմ, եթե իրենք նորմալ համագործակցության ձևաչափեր առաջարկեին, այսօր ՆԱՏՕ-ն շատ ավելի քիչ կտարածվեր, կընդլայնվեր, քան ընդլայնվել եւ տարածվել է։ Այսօր Ուկրաինան շատ ավելի պակաս կձգտեր գնալ դեպի ՆԱՏՕ եւ արևմտյան կառույցներ, քան այսօր է անում, որ դա իրեն ռազմականանում է Ռուսաստանը։ Այսինքն դա ռեակցիան է այն քաղաքականությանը, որը Ռուսաստանը վարում է։ Եթե ինքը Ուկրաինայի հետ փորձեր իրավահավասարության համատեքստում համագործակցել, կարող է Ուկրաինան իր հետ չէր համագործակցելու։ Բայց ինքը ձգտում է ինքնուրույնությունից զրկել, ենթարկել, հպատակացնել եւ այլն, տարածքները զավթել, նրանք ավելի շատ են ձգտում հեռանալ։ Այսինքն իրենք չեն ուզում լինել զոհի կարգավիճակում մշտապես փորձում են տալ վերջին կռիվը հնարավորինս ազատվելու եւ բոլոր պետություններն էլ նաեւ այս հանգամանքն են։ Ես քիչ առաջ Հայաստանի օրինակն էի բերում դաշնակցության տեսանկյունից, չէ՞ որ Հայաստանը դաշնակից է Ռուսաստանին, մյուս դաշնակիցներն են Ռուսաստանին դասեր են քաղում։ Հիմա բոլորը նաեւ դասեր են քաղում Ռուսաստանի Ուկրաինային ուղղված քաղաքականությունից։ Այսինքն ինչպես պետք է վարվեն իրենք, որ չարժանանան նույն ճակատագրին, այո, եւ այդ տրամաբանության մեջ տեղավորվում է Վրաստանի պարագան, որը դուք հիշեցրեցիք, որտեղ հասկանալի ունեն ընդհանուր սահման, կան տարբեր նախադրյալներ, Հարավային Օսեթիա, Աբխազիա, ռուսական ներկայություն եւ այլն եւ ավելին չբորբոքելու համար նրանք էլ փորձում են կտրուկ չընդդիմանալ, բայց այնպես չի, որ Վրաստանը ամբողջությամբ ռուսական քաղաքականություն է իրականացնում կամ ռուսամետ։ Իրենք էլ են փորձում իրենց տեսանկյունից բալանսավորել այսօր, հասկանալով, որ ռիսկերը բավականին մեծ են եւ դրանց դիմագրավելու պոտենցիալ որպես այդպեսին այսօր չունի Վրաստանը։ Վերջին հարցը, ինչքանով հավանական է, որ պաշտոնական Երևանը ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնի առաջիկայում։ Եթե դատենք արտգործ նախարարի վերջերս արած հայտարարությունից, ապա նախադրյալներ կան դա անելու, բայց վստահորեն պնդել, որ դա շատ արագ կլինի, ես հիմա չեմ կարող, որովհետև գուցե դա քաղաքական հայտարարություն է, ամեն քաղաքական հայտարարության տակ իհարկե կան հիմնավորումներ եւ չեմ բացառի, որ եթե մենք, տեսեք, հիմա նոր խոսույթներ են, չէ, գեներացվում, 4 հանրապետություն եւ այլն, այսինքն դա որակապես նոր վիճակ է ենթադրում։ Այսինքն ինչ որ նոր բան պետք է լինի, նոր կազմ պետք է լինի, նոր կառուցվածք պետք է լինի։ Եվ բնականաբար, եթե մենք 26 թվականի խորհրդարանը ունենալու ենք այս նույն պատկերը, այդ ամեն ինչը իրողություն դառնալու, այսպես ցածր հավանականություն է ունենալու։ Եթե մենք կարողանալու ենք փոխել խորհրդարանում կազմը, բնականաբար այդ քայլերը շատ ավելի իրատեսական կարող են դառնալ եւ տեսնենք զարգացումներն ինչպիսին կլինեն, այնուամենայնիվ այսպես տեղական ընտրությունները ցույց են տալիս, որ այդ ուժերը ելի ինչ-որ չափով ազդեցություն ունեն եւ մենք հիմա նաեւ պետք է հետեւություններ անենք, որքանով են այդ ազդեցությունները ընդլայնվելու հեռանկարի մեջ մեծանալու կամ հակառակը նվազելու, բայց կասկածից վեր է եւ սա իհարկե ցանկության տեսանկյունից եմ ասում, բայց աշխատանքի շատ տեղ կա, որ մենք խորհրդարանական նոր ընտրություններում ունենանք այլ կազմ, թեկուս մի խմբակցություն, որը կբալանսավորի այս կառուցվածքը, այո, որովհետեւ այն խոսույթը, որը խորհրդարանում կա, հակառակը ավելի խանգարում է այս ծրագրերի իրականացմանը, քան նպաստում է դրանց։ Իսկ եթե լինի երրորդ ուժ, որը կկարողանա այդ բալանսը պահել, ճիշտ
այսպես ասենք հաշվարկներով մեր մանևրելու հնարավորությունները ավելի կմեծանան։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Խնդրեմ։ Factor TV-ում հյուրընկալել ենք Էմիլ Օրդոխանյանին։